Կուզենայի ձեր գնահատականը լսել այսօրվա իշխանությունների ժխտողական քաղաքականության ժխտում են հայոց ցեղասպանությունը մեկ դարյա կասկածի տակ դնելով 1.5 միլիոն հայի ցեղասպանված լինելը։ Ցեղասպանությունը տեղի ունեցել նաև Արցախի հանրապետությունում, այդ կապակցությամբ որևէ օրսքո կամ հիշատակի հայաստանյան իշխանությունների կողմից չնախաձեռնվեց։ Շատ ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները նման կերպ վերաբերվեցին Արցախի հարցի հանդեպ, նույնիսկ ոչ 2020 թվականի 44 օրյայի, ոչ 2023 թվականի Արցախի բնակչության բռնի տեղահանումից հետո որևէ պետական մակարդակով որևէ օր չսահմանեցին հատուկ նշելու մերօրյա Արցախի, այսպես ասած, ցեղասպանական գործունեությունը Արցախի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ այսօր խորհրդարանում տեղի ունեցածը հենց դրա փաստացի իրական կերպարն էր, փաստացի Հայաստանի Հանրապետության իշխանությունները մերժում են հայոց ցեղասպանությունը եւ նման գործողությունը արժանի է պարսավանքի եւ չենք կարող նրանց դեմ հենց պիտի քայլեր ձեռնարկվի, չի կարող նման իշխանությունը մնալ ղեկին ու այսօր համահայկական ճակատ շարժումը, համահայկական ճակատ կուսակցությունը եւ համազգային բոլոր ուժերը հավաքվել են ու այսօր բողոքի ակցիան են կազմակերպում, այս կերպով մեր բողոքն ենք հայտնում ցեղասպանությունը մերժող հայաստանյան իշխանություններին եւ հայ հայրենասիրական ազգային ուժերը հենց նման կերպով փորձում են բողոքի ձայն բարձրացնել համայն աշխարհում իտես բոլորի, որ մենք մերժում ենք ցեղասպանությունը մերժողներին։ Ունենք պատմություն, պատմաբաններ, նրանք ինչու են այս առիթով լուր։ Կարելի ասես նրանք լուր չեն, բայց իշխանությունների կողմից ճնշողական քաղաքականությունը հավանաբար հանգեցրել է նաև նրանց կողմից, այսպես ասած, լոյալ քաղաքականության։ Ինձ համար էլ է ցավալի, որ Հայաստանի պատմաբանները իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում այսօրվա այս իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ։ Շնորհակալություն։